Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել նաև armradio.am կայքի on-line ռեժիմով, live stream-ի տարբերակով եւ դիտել եւ լսել, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հրավիրում եմ հենց հիմա Facebook-յան հարթակ, հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, մեզ live stream-ի տարբերակով կրկին դիտելու, լսելու, ընդ որում մեկնաբանությունների բաժինը բաց է, կարող եք այնտեղ հարցեր եւ դիտարկումներ եւս թողնել։ Այսօր մենք խոսելու ենք արյան դոնորության մասին եւ մեր հյուրն է Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, բժիշկ արյունաբան Հայկ Գրիգորյանը։ Ողջույն, բժիշկ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ առաջին անգամ մեր տաղավարում գտնվելու համար, հուսով եմ սա առաջին եթերն է եւ ոչ վերջինը, որովհետեւ մենք իսկապես կարիք ունենք ահա այսպիսի կենսական նշանակության հարցերի մասին, որքան հնարավոր է շատ գիտելիք հավաքելու, հիշելու այն, մտապահելու, գործելու եւ ընդհանրապես գրագետ լինելու, որքան հնարավոր է շատ առողջապահական ու բժշկական թեմաներում, այսօր այն դարն է, երբ մենք կարիք չունենք քրքրելու, որ գոնե ինչ որ մի բան պեղենք, թե ոնց է արվում, ինչ է արվում, մասնագետները բաց են, կան եթերներ, համացանց եւ այսպես մնում է միայն հետեւել եւ լսել։ Եվ այսպես հասկանանք, թե ինչ է նշանակում արյան դոնորություն եւ փաստորեն ով է այն անձը, ով որոշում է դառնալ արյան դոնոր, հետո արդեն կանդրադառնանք ավելի նյուանսներին։ Ասեմ, որ արյան դոնորությունը կամավոր եւ պարտադիր կամավոր մարդասիրական գործողություն է, երբ որ չափահաս առողջ մարդը իր արյան որոշակի չափականակ նվիրաբերում է արյան փոխներարկման կարիք ունեցող հիվանդներին օգնելու համար, ընդ որում դա արյան այն քանակն է, որ բացարձակ անվտանգ է առողջական խնդիրներ չունեցող մարդու, այսինքն արյան դոնորի համար, իսկ արյան դոնորության կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետեւ մինչ օրս արյան արհեստական փոխարինիչ ուղղակի չի ստեղծվել, ուստի արյան փոխներարկման կարիք ունեցող հիվանդները այն կարող են ստանալ բացարձակապես առողջ մարդկանց կողմից արյան նվիրաբերության շնորհիվ, իսկ արյունատվությունը, արյան դոնորությունը, ասեմ, որ բացարձակ խղճահարության արարք չէ, այն գիտակից ուժեղ եւ պատասխանատու մարդու ընտրություն է, որովհետեւ ամեն օր հիվանդանոցներում բազմաթիվ մարդիկ արյան ամենատարբեր բաղադրամասերի փոխներարկման կարիքն են ունենում, սկսած ծանր ծննդաբերություններից, վիրահատություններից, դժբախտ պատահարներից, ավտովթարներ, վիրավորումներ տարբեր տեսակի, սակավարությամբ ուղեկցող հիվանդություններ, մինչև ուռուցքային, այդ թվում արյան ուռուցքային հիվանդություններ եւ հակաուռուցքային թերապիաներ։ Ոստի յուրաքանչյուրից պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրից նվիրաբերած արյունը կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը։ Այ դուք ասացիք, որ խղճահարության գործողություն չէ, մենք ունենք ինչ-որ կարծրատիպային մոտեցում մեր հանրությունում, թե ինչու պետք է արյուն հանձնել, կարծես թե դուք հատուկ շեշտադրում արեցիք, մի փոքր այս սոցիալ-հոգեբանական գործոնների մասին կպատմեք մեզ։ Այո, իրականում կարծրատիպերը մեր հանրության մեջ, այդ թվում արյան դոնորության վերաբերյալ բավականին շատ են եւ հատկապես երբ որ շեշտվում է մարդասիրությունը, բարեգործությունը, կարծես ինչ որ խղճահարության արարք է մարդկանց օգնելու համար, սակայն պետք է ասեմ, որ յուրաքանչյուրս կարող ենք հայտնվել արյուն փոխներարկվողի դերում, յուրաքանչյուրից եւ կամ յուրաքանչյուրի հարազատ է եւ ինչպես ասեցի, արյան պաշարները չեն ստեղծվում, չեն արտադրվում, միայն առողջ մարդիկ կարող են։ Բացարձակ հնարավոր չէ այսօրվա օրով սինթեզը։ Չկա այդպիսի տեխնոլոգիա, գիտությունը հնարել է նորագույն, ամեն ինչ հորինել է, բայց դեռևս արյան բաղադրամասեր արհեստականորեն չեն ստեղծվել, իսկ ցանկացած մարդ ցանկացած պահին կարող է դրա կարիքը ունենալ եւ այն կարող է ստանալ միայն ինչ որ մեկի հանձնած արյան շնորհիվ։ Պետք է կոտրվեն եւ այդ կարծրատիպերը, որ դրանք խղճահարության արարք են եւ վտանգավորության կարծրատիպերը, որովհետեւ պետք է ասեմ, որ դոնորությունը ներկայիս պայմաններում բացարձակապես անվտանգ է եւ վարակման տեսանկյունից եւ առողջության տեսանկյունից մինչեւ արյուն հանձնելը բավական մանրակրկիտ բժշկական հետազոտություններ են անցնում, այսինքն հնարավոր չէ ուղղակի արյան բանկերում, ժամանակակից արյան բանկերում բարակվի դոնորը, այստեղ հոգ են տանում եւ նրանց առողջության մասին եւ ստուգումների նպատակը նաեւ փոխներարկվողի առողջությունն է, այսինքն արյան բաղադրամասերը բացարձակապես անվտանգ պետք է լինեն։ Այստեղ շատ կարևոր երկու պահ եմ նկատում, նախ որ արյուն հանձնողները, այդպես են չէ ասում, ժողովրդի մեջ արյուն դոնորները, այսինքն վախեր ունեն։ Ամենաշատը
ինչից են վախենում, փաստորեն որ իրենց կվարակեն այնտեղ Ամենաշատը վախենում են Ուրիշ, իհարկե իրենց ահա. առողջությանը վնաս հասցնելուց, Լավ. այդ թվում նաև վարակվելուց, կամ արունատվությունը միգուցե ինչ որ իրենց առողջության ինչ որ օրգան համակարգերի համար վնաս է, սակայն պետք է ասեմ, որ առողջ մարդու համար կանոնավոր թույլատրելի չափականակով պարբերաբար արունատվությունները ոչ միայն անվնաս են, այլև օգտակար են իրենց առողջությանը, որովհետև ապացուցված է, որ նվազեցնում են մի շարք հիվանդությունների ռիսկ, այդ թվում սիրտ-անոթային համակարգի, այո, արյուն հանձնելը առողջ մարդկանց մոտ, ընդ որում հատկապես պարբերաբար եւ թույլատրելի չափականակով։ Անկեղծ ասած, սա առաջին անգամ Ապացուցված է, որ մի շարք բազմաթիվ հիվանդությունների ռիսկ է նվազեցնում, այդ թվում շեշտում եմ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկն է նվազում, արյունաստեղծումն է խթանվում, այն յուրօրինակ խթան է օրգանիզմի համար, իմուն բջիջների արտադրությունն է խթանվում, այսինքն օրգանիզմի դիմադրողականությունն է բարձրանում մի շարք վարակների նկատմամբ։ Առավելություններից մեկը այն է նաև, որ անվճար բավականին մանրակրկիտ բժշկական հետազոտություն է անցկացվում, որը դարձյալ առողջության վերահսկողության նպատակով կարող է օգտագործվել, այսինքն դոնորները պարբերաբար բժշկական զննում եւ լաբորատոր հետազոտություններ են անցնում եւ ամենակարևորներից մեկը կարծում եմ բարոյական հոգեբանական գոհունակության զգացումն է։ Այսինքն դոնորությունը այս ասացից կարող է հետևել, որ ոչ միայն օգնում է մարդկանց կյանքերի փրկության, այլև նպաստում է հենց դոնորի առողջությանը։ Սեփական հոգեկան բավարարվածությանը, Միանշանակ։ լավ քայլ արեցիր, փրկիչ ինչ որ գործողություն։ Փրկիչ գործողություն միանշանակ հենց բառացիորեն փրկիչ, որովհետեւ փրկում է ինչ որ մեկի կյանքը։ Եվ դուք ասացիք, որ որոշ վախեր ու ինչպես հասկանում եմ նաև կարծրատիպեր կան արդեն արյունը ստացողի կողմից, կարող ենք այստեղ էլ նկարագրել սովորաբար ինչից են վախենում եւ հերքենք դրանք։ Պետք է վախենան, թե ոչ ի վերջո։ Կան կարծրատիպեր, որոնք գուցե ինչ որ չափով հիմնավորված են, կան կարծրատիպեր, որոնք առասպելների ժանրից են եւ բավականին վաղուց են գալիս։ Ամեն դեպքում պետք է իմանանք, որ արյունը օտար մարդու հեղուկ օրգան է, հյուսվածք, այսինքն մարդը ստանում է օտար մարդու օրգանի ինչ որ մասը։ Եվ վաղուց եկած այդ կարծրատիպերից կամ վախերից մեկն այն է, որ միգուցե տվյալ մարդու բնավորությունը ձեռք բերի կամ տվյալ մարդու ճակատագիրը իրեն փոխանցվի։ Փոխպատվաստման ենք շատ լսում։ Արյուններ, պատկերացրեք այդպես, իսկ մյուս վախերից, որը որոշ չափով հիմնավորված է, դարձյալ վարակային գործոնն է, պետք է ինքը ասում եմ հիմնավորում ունի, որովհետև արյան միջոցով կարող են փոխանցվել մի շարք վարակներ։ Դրա համար դոնորը մինչև արյունատվությունը ասում է բավականին լայնածավալ հետազոտություններ այդ թվում արյան միջոցով փոխանցվող հիմնական վարակների առումով։ Եվ դուք կարողանում եք օրինակ հստակ ցույց տալ փաստերով ապացուցել, եթե պետք է որ դուք ստուգել եք այդ արյունը, հա, պացիենտին լինում է այդպիսի դեպքեր, որ իրենք որ ապացույցներ պահանջեն, այդպիսի դեպք չեմ ես հիշում։ ինչպես համոզված լինեմ, ամեն ինչ կարող է պատահել բժշկության մեջ։ Այդպես թղթային ապացույցներ պահանջել չեմ հիշում, բայց կան դեպքեր, երբ որ բավականին մանրակրկիտ հարցուփորձ է արվում բժշկին եւ բժշկի պարտավորություններից մեկն էլ իհարկե բացատրել մանրամասն եւ օգուտները եւ ռիսկերը միանշանակ։ Եկեք հասկանանք նաև գործընթացը, այ մարդը ցանկացավ լինել արյան դոնոր, դիմեց դիցուկ ձեր կենտրոն, չէ՞, Յոլիան արյունաբանության կենտրոն, ինչպես հասկանում եմ, ինչ մի քանի քայլեր են դրան հետևում։ Առաջինն ինչ է արվում, process-ը մի փոքր պատկերացնելու համար։ Գիտեք, շատերը կարծում են, որ արյունատվությունը, արյան դոնորությունը բարդ, երկար, ցավոտ բժշկական միջամտություն է, բայց իրականում այն բավականին պարզ, բացարձակ անվտանգ եւ նույնիսկ հաճելի գործընթաց է, որի ընդհանուր տևողությունը մոտավորապես 30-ից 40 րոպե է եւ բաղկացած է մի քանի պարզ փուլերից։ Առաջինը դոնորական հարցաթերթիկի լրացումն է, որն ի դեպ կարող է իրականացվել նաեւ էլեկտրոնային եղանակով, այցելելով Յոլիան կենտրոնի էլեկտրոնային կայքեջ, որին հաջորդում է թերապևտիկ եւ լաբորատոր մի շարք հետազոտությունների իրականացումը։ Մինչև արյան հենց վերցնելը, նմուշարումը, այցելում ենք հետազոտություն։ Այցելում ենք թերապևտին, իրականացվում է թերապևտիկ զննում։ Էլի ձեր կենտրոնում արյան բանկում հենց այդ նույն հարկի տակ իրականացվում է թերապևտիկ զննում, բավականին մանրակրկիտ, ֆիզիկալ տվյալների ստուգում, լաբորատոր հետազոտություններ, այդ թվում արյան ընդհանուր քննություն, լյարդային ֆերմենտների ստուգում, իմունոլոգիական եւ վարակային անվտանգության հսկողություն
կոծողություն, այսինքն արյան խմբային եւ ռեզուս պատկանելիության որոշում, ընդ որում ռեզուս համակարգի բոլոր ռեզուս համակարգի հիմնական հակածինների ֆենոտիպավորում, արյան միջոցով փոխանցվող առավել տարածված վարակների ստուգում, դրանք միավը, հեպատիտ B-ն, C-ն, բրուցելիոզը, սիֆիլիսն են, ընդ որում հեպատիտ B-ն, C-ն եւ միավը ստուգվում են ոչ միայն շրջաբանական եղանակով, այսինքն հակածինների եւ հակամարմինների միջոցով, այլ այսպես կոչված NAT տեստի միջոցով, նուկլեինատուների հետազոտության միջոցով, այսինքն որ հստակ ու վերջնական լինի, հնարավորինս բացառվի արյան միջոցով փոխանցվող հիմնական վարակների արկայությունը։ Այդ ամենից հետո սկսվում է բուն արյունառումը կամ արյունատվությունը, դոնորից վերցվում է մոտավորապես 400-ից 450 մլ արյուն, որը բացարձակ անվտանգ է։ Այո, նույնիսկ կես լիտր չի, մոտ կես լիտր, որը բացարձակ անվտանգ է առողջական խնդիրներ։ Իսկ չեն ուշաթափվում կամ ճնշում։ Լինում են դեպքեր, միանշանակ լինում են դեպքեր թուլության, գլխապտույտի, երբեմն նաև ուշաթափությունների, բայց բժշկական անձնակազմը մշտապես կողքին է եւ անհրաժեշտ օգնությունը անմիջապես ցուցաբերվում է։ Փաստորեն այդ ամենը կատարվում է շատ ապահով պայմաններում, խիստ մասնագիտական վերահսկողությամբ ու այդպես վատ ինչ որ ելքեր գրեթե բացառված են։ Բացի թուլությունը իհարկե միգուցե գլխապտույտը, որոնք կարող են լինել եւ հուզական եւ իհարկե եւ այլն։ Եկեք նաեւ մանրամասն քննարկենք, թե ինչ կարևորագույն գործոններ եք հաշվի առնում դոնոր ընդունելու դեպքում։ Մենք հասկացանք, որ քննություններ, տարբեր հետազոտություններ, դրանք պետք է բացարձակ մաքուր լինեն, մաքուր, ինչպես ժողովուրդն է ասում, բացասական պատասխաններով, սա հաստատվեց, բայց չէ որ այնտեղ կան լիքը այլ գործոններ։ Մի շարք կրիտերիաներ կան։ Տարիք, քաշ, այնտեղ միգուցե ազգային պատկանելիություն, շատ հարցեր այստեղ կարող են առաջանալ։ Խտրականություններ չեն գործում, բայց գոյություն ունեն մի շարք եւ ազգային պատկանելիության դա կապ չունի փաստորեն, օրինակ ազգությամբ ճապոնացին կարող է արյուն տալ հային, միանշանակ։ Պարզ հարցնեմ էլի։ Անպայման։ Արյան դոնոր կարող է դառնալ 18 տարին լրացած, այսինքն չափահաս ցանկացած մարդ, ով ունի հայտնի առողջական խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ կամ քաշի անբավարարություն, ընդ որում կանանց դեպքում նվազագույն քաշը պետք է լինի 52 կիլոգրամ, իսկ տղամարդկանց դեպքում նվազագույնը 62 կիլոգրամ, ովքեր արյունատվությունից առաջ ունեն ՄԶԻ-ից անկախ, բայց մարմնի զանգվածային ինդեքսից անկախ պետք է այդքան քաշը ապահով։ Քաշը այդքան է։ Ընդ որում արյունատվությունից առաջ պետք է ունենան ինքնազգացողության խնդիրներ, այսինքն գանգատներ, նորմալ ֆիզիկական տվյալներ պետք է ունենան թերապևտիկ զննման ժամանակ, ընդ որում զարկերակային ճնշումը պետք է լինի սիստոլիկ, այսինքն վերևի ճնշումը, ինչպես ասում է ժողովուրդը 90-ից ընդհուպ մինչև 160, իսկ դիաստոլիկը 60-ից 90 մմ սնդիկիսյուն, անոթազարկը 60-ից 90 զարկ րոպեում, հեմոգլոբինը նորմայի սահմաններում, բայց իրետեպ արյունատվությունից առաջ 24 ժամվա ընթացքում արգելվում է ոգելից խմիչքների, այսինքն ալկոհոլի օգտագործումը, խոր չի տրվում արյուն հանձնել գիշերային հերթապահությունից կամ անկում գիշեր անցկացնելուց հետո, շատ տարածված հարց է։ Ժամերի պրոտոկոլ կա։ Այո, ցանկալի է, դա միանշանակ առաջին հերթին պետք է մտածել դոնորի առողջության մասին։ Հաճախ տրվող հարցը արյունատվությունից առաջ նախաճաշը, իդեպ թույլատրվում է թեթև ոչ յուղոտ նախաճաշ, այդ թվում քաղցր թեյ, սուրճ, հյութ, մրգեր, բայց ոչ բանան, ջրով ոչ կաթով պատրաստված շիլաներ, խոր չի տրվում ծանր յուղոտ նախաճաշը, ինչպես նշեցի, բանանը, կատնամթերքը, կաթով պատրաստված շիլաները, ապխտած կամ կծու մթերքները, երշիկ եղենը, դրանք խորհուրդ չի տրվում։ Իսկ արյունատվության օրը խորհուրդ է տրվում հանգիստ ռեժիմ, զերծ մնալ ֆիզիկական մարզումներից կամ ծանր ֆիզիկական աշխատանքից։ Ընդ որում գոյություն ունեն արյունատվության բացարձակ եւ ժամանակավոր հակացություններ, բացարձակ այն հակացումներն են, որոնք ամբողջ կյանքի ընթացքում գործում են, դրանք հիմնականում արյան միջոցով փոխանցվող վարակներն են, այդ թվում միավը, հեպատիտ B-ն, C-ն, սիֆիլիսը կամ չարակուռուցքային հիվանդությունները, ծանր սրտանոթային հիվանդությունները, օրգանների քրոնիկ անբավարարությունները, թմրադեղերի ներերակային օգտագործում կամ կենտրոնական նյարդային համակարգի խնդիրներ, օրինակ էպիլեպսիա կամ ծանր հոգեկան խանգարումների դեպքում նույնպես հակացուցված է արյունատվությունը։ Ժամանակավոր հակացություն որևէ հոգեկան առողջության ծանր հոգեկան խանգարումների դեպքում միանշանակ։ Իսկ օրինակ սովորական դեպրեսիան, սովորական եմ ասում հիմա կասեն։ Պետք է պարտադիր եզրակացություն լինի, այդ սովորական դեպրեսիան պետք է դեպրեսիվ խանգարումների ժամանակ իհարկե միայն լուծումից հետո ցանկալի է հոգեկան խնդիրների լուծումից հետո չեմ ասում տրամադրության սովորական անկման, եթե դա նկատի ունեք, չէ։ Իսկ եթե անձը դեղորայք է ընդունում,
կամ ընդունել է երկար ժամանակ այս հարցը ոնց է կախված է իհարկե եւ դեղորայքի ընդունումը, թե ինչ հիվանդության կապակցությամբ է ընդունում, եթե այդ հիվանդությունները չեն մտնում բացարձակ հակացությունների մեջ, ապա դեղորայքի ընդունումը կարող է լինել ժամանակավոր հակացուցում, օրինակ հակաբիոտիկների ընդունումից առնվազն 14 օր անց հիվանդը դոնորը կարող է արյուն հանձնել, կամ ասպիրինի ընդունումից առնվազն 5 օր անց, այլ ոչ ստերոիդային հակապորբոքային դեղամիջոցների ընդունումից 3 օր անց, կան ժամանակավոր հակացումների մի շարք պատճառներ, իրավիճակներ եւ յուրաքանչյուրի ժամանակ սահմանվում է արյունատվությունից զերծ որոշակի ժամանակահատված։ Օրինակ շատ տրվող հարցերից նաեւ դաջվածները, պիրսինգները, այսինքն մաշկի եւ լորձաթանանթների ամբողջականության խախտման միջամտությունները, այդ թվում ատամի նյարդի հեռացումը, դրանք ժամանակավոր հակացություններ են։ Այսինքն անելուց 6 ամիս անց թույլատրվում է արյունատվությունը, դա լրացուցիչ անվտանգությունից վարակային անվտանգությունից ելնելով, թեև ներկայիս պայմաններում դժվար է պատկերացնել, որ դաջվածները, պիրսինգները ոչ անվտանգ պայմաններում իրականացվեն, բայց պատահում է միանշանակ այնպիսի սենյակներում, այնպիսի անվերահսկելի պայմաններում են անում, դրանից ելնելով սահմանվում է այդ ժամանակավոր հապկացուցման ժամանակահատվածը, կամ օրինակ կանանց ֆիզիոլոգիական վիճակները, օրինակ դաշտանային արյունահոսությունից առնվազն 5 օր անց կարելի է արյուն հանձնել, հղիության ժամանակ չի կարելի արյուն հանձնել, ծննդաբերությունից առնվազն 1 տարի անց, կրծքով կերակրման ավարտից առնվազն 3 ամիս անց։ Պատվաստումները ամենահայտնի էլի հարցադրումներից են, պատվաստված մարդը կարող է արյուն հանձնել, թե չի կարող։ Պատվաստումները նույնպես ժամանակավոր հակացություններ են, ընդ որում այդ ժամանակը կախված է պատվաստանյութի տեսակից։ Եթե պատվաստանյութը վակցինան կենդանի պատվաստանյութ է, օրինակի համար ջրծաղիկի պատվաստանյութը կամ կարմրուկ խոզուկի կամ BCG տուբերկուլոզի պատվաստանյութը 1 ամիս անց կարող է արյուն հանձնել։ Հեպատիտ B-ի եւ կատաղության պատվաստանյութերի դեպքում 6 ամիս անց կարող է արյուն հանձնել, բայց սպանված պատվաստանյութերը, օրինակ COVID-19-ի կամ գրիպի կամ հեպատիտ A-ի պատվաստանյութերի դեպքում իհարկե 10 օր անց կարելի է արյուն հանձնել։ Լավ, մենք հետաքրքիր հարց ունենք լսարանից, արդյոք բժիշկներին կարելի է թույլատրվում է դառնալ արյան դոնոր, հաշվի առնելով, որ բժիշկները շատ են պատվաստվում եւ իրենք ամենախոցելի խումբն են հենց այս վարակների ու տարբեր հիվանդությունների առումով։ Հետաքրքիր է իրոք հարցը, դե պատվաստումների թեմայով անդրադարձա, բայց բժիշկների որպես ռիսկի խումբ ենթադրում այդ հարցը այդպեսին է։ Մեկ փաստ ասեմ, նախորդ տարի առողջապահության նախարարի հովանու ներքո կազմակերպմամբ իրականացվեց այսպես կոչված challenge մարտահրավերներ բժշկական կազմակերպությունների միջև, որը մինչ օրս շարունակում է դեպ, այսինքն բժշկական կազմակերպությունը բուժ աշխատողներով կազմակերպում էր արյունատվության ակցիա։ Մեր Արիոլյան արյունաբանության ռուսկապանության կենտրոնի թիմը գնում էր տվյալ հիվանդանոց բժշկական կազմակերպություն եւ տեղում իրականացում արյունատվության միջոցառումը, բուժաշխատողները ում թույլատրված է դեպ բավական անցնելով, այո, բոլոր հետազոտությունները։ Ում թույլատրված էր արյունատվություն իրականացնել, բոլորը իրականացնում էին եւ բավականին մեծ քանակի արյան պաշարներ հավաքվեցին եւ շարունակվում են հավաքվել եւ յուրաքանչյուր հիվանդանոց հաջորդ մարտահրավերը նետում էր ինչ որ մեկ այլ հիվանդանոցի։ Հիմա էլ դա ընթացքի մեջ է։ Այսինքն բուժաշխատող լինելը հակացուցում չէ արյունատվության համար։ Եվ բուժաշխատողներն այս դեպքում խրախուսում են եւ ցույց են տալիս սեփական օրինակով, որ դա ոչ վախենալի է, ոչ վտանգավոր է եւ կրում է միայն մարդասիրական օգուտ տվող բնույթ։ Մի կարևոր հարց էլ քննարկենք, այդ դուք ասացիք, որ կարելի է պարբերաբար արյուն հանձնել, այսինքն մշտական կամ պարբերաբար դոնոր դառնալ եւ տարվա ընթացքում քանի անգամ է կարելի է դա անել։ Չէ՞ որ ամեն դեպքում գրեթե կես լիտր արյուն է վերցվում, մարդը ինչ որ փոփոխություն զգում է իր օրգանիզմում, ազդեցություն կրում է եւ հետո երբ կարելի է կրկնել։ Արյունատվությունների միջև պարտադիր պետք է լինի նվազագույնը 2 ամսվա դադար։ Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում դոնորի օրգանիզմը ամբողջությամբ եւ բնական ճանապարհով վերականգնում է արյան բաղադրիչները, այդ թվում արյան հեղուկ մասը, բջջային կազմը, ձևավոր տարի քանակը, երկաթի պաշարները, ընդ որում տղամարդիկ տարեկան առավելագույնը կարող են իրականացնել 5 անգամ արյունատվություն, իսկ կանայք 4 անգամ պայմանավորված օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով եւ այդ ռիթմին հետևելը յուրօրինակ խթան է, կարելի ասել դոնորի օրգանիզմի համար, այդ կանոնավորությանը, եթե անդրադառնամ, մենք ունենք շեշտադրումը դնում ենք, շատ կարևոր է կանոնավոր դոնորությունը կամ կանոնավոր դոնորների առկայությունը, որոնք են այդ կանոնավոր դոնորները, այսինքն դրանք պարբերաբար արյուն հանձնող մարդիկ են, պարբերաբար արյուն հանձնող դոնորներն են, որոնք առողջապահական համակարգի
հիմնական կարևորագույն հենասյուներից են։ Ինչու, որովհետև Փաստորեն, իրանց արյունը ամենաանվտանգն է, որովհետև նրանց առողջական վիճակը, արյան լաբորատոր ցուցանիշները մշտական մոնիտորինգի, մշտական վերահսկողության տակ են գտնվում, որովհետև յուրաքանչյուր արյունատվության ժամանակ նրանք անցնում են մանրակրկիտ բժշկական հետազոտություն։ Մի հարց էստեղ 2 ամիս անց փաստորեն այս ամենը նորից անցնում է այդ մարդը։ Այո, ընդ որում դա նվազագույն դադարն է 2 ամիս անց, եթե ստուգումները նկատի ունեք միանշանակ ամեն անգամ արյունատվությունից հետո անկախ նրանից առաջին անգամ է դոնոր թե բարբերական դոնոր, կանոնավոր դոնոր է, միանշանակ անցնում է այդ բոլոր հետազոտությունները ամեն անգամ։ Դուք հիանալի կանխարգելիչ քայլեր եք Նշանակություն ունի դա, այդ այո։ անձանց նկատմամբ դուք պատկերացնում Ես եք։ դրա համար խոսքի մեջ Հիանալի շեշտեցի, որ դա ուղղակի։ դոնորության նաև առավելություններից է եւ անվճար բժշկական հետազոտություն են անցնում։ Եվ այդ կանոնավոր դոնորությունը, օրինակ, երբ մարդը առաջին անգամ հանձնում է արյուն, նրա արյունը թե մանրակրկիտ ստուգվում է, բայց գոյություն ունի այսպես կոչված գաղտնի կամ պատուհանի շրջան, երբ որոշ արյան միջոցով փոխանցվող վարակներ նույնիսկ ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով կարող են չհայտնաբերվել, չնայած ռիսկը բավականին ցածր է։ Բայց քողարկված շրջան ունի։ Այո, գաղտնի շրջան կա, եւ միայն մի քանի ամիս անց, երբ նույն մարդը երկրորդ կամ երրորդ անգամ է դառնում արյան դոնոր, արյան լաբորատոր հետազոտություններով մենք վերջնականապես համոզվում ենք նախորդ անգամ հանձնած արյան լիարժեք անվտանգության մեջ, այսինքն կանոնավոր դոնորությունը արյան բաղադրամասերի անվտանգության կարևորագույն երաշխիքներից է։ Եվ դրա մյուս կարևոր նպատակն էլ մշտապես կայուն եւ հասանելի արյան պաշարներ ունենալն է, որովհետեւ արյան բաղադրամասերը իհարկե բարձր սպառողականություն են, այսինքն անդադ օգտագործվում եւ սպառվում են եւ եթե չլինեն նոր արյունատվություններ, ապա արյան բաղադրամասեր չեն լինի, բայց նաեւ պետք է ասեմ, որ արյան բաղադրամասերը պահպանման խիստ սահմանափակ ժամկետներ ունեն։ Օրինակ տրոմբոցիտները ունեն պահպանման 5-օրյա ժամկետ եւ եթե այսօր ունենանք հարյուրավոր դոնորներ, բայց մյուս շաբաթ ոչ մի դոնոր չունենանք, ապա տրոմբոցիտար զանգվածի փոխներարկման կարիք ունեցող հիվանդները անկառավարելի արյունահոսություններից կարող են մահանալ։ Այսինքն կանոնավոր դոնորությունը մեզ ապահովում է անհրաժեշտ պահին ունենալ այն բաղադրամասը, որի կարիքն ունի տվյալ հիվանդը։ Այսինքն այստեղ կարևոր չէ միանգամից շատ մեծ քանակով արյուն ստանալ, այլ ավելի հաճախականություն շատ ավելի է կարևոր է շեշտադրվում։ այո բարբերականությունը, կանոնավորությունը։ Կարևոր հարց, քանի բուժառուի կարող է օգնել 1 հոգու հանձնած արյունը մինչև կես լիտր, ինչպես արդեն նշեցի։ Այդ հարցը շատ հաճախ է քննարկվում եւ դարձյալ ամենագեղեցիկ հարցադրումներից մեկն է։ Արդյունավետությունները լիցից Շատերը կարծում են, որ իրենց հանձնած ամբողջական արյունը հենց այդպես պարկով փոխներարկվում է հիվանդին, բայց իրականում ոչ միայն գրեթե երբեք ամբողջական արյուն չի փոխներարկում հիվանդին, այլև այն բարդ բազմաստիճան, այսպես կոչված հետնաբեմային ճանապարհ է անցնում։ Այդ ամբողջական արյունը ցենտրիֆուգվում է հատուկ սառնարանային ցենտրիֆուգերով, այսինքն շրջապտույտ իրականացնող սարքերով, բաժանվելով 3 բաղադրամասերի՝ էրիթրոցիտների, տրոմբոցիտների եւ պլազմայի, ինչ դրա նպատակը եւ դրա առավելությունն այն է, որ հենց 1 դոնորի հանձնած արյունը կարող է փրկել ընդհանուր մինչեւ 3 բուժառուի։ Դուք թիրախավորում եք հատվածները եւ վերցնում եք այնինչ ձեզ այն բաղադրամասը, որի կարիքը ունի հիվանդը։ Ահա։ Եվ որքան ժամանակ են պահպանվում այս 3 բաղադրամասերը, այդ տրոմբոցիտների համար նշեցիք 5 օրն է առավելագույնը, իսկ մյուսները գոնե ավելի երկար կյանք ունեն, թե կնկարճ։ Ամենակարճ այո տրոմբոցիտներն ունեն, արյան բաղադրամասերի պահպանման ժամկետները եւ պայմանները բավականին տարբեր են, էրիթրոցիտար զանգվածը, արյան կարմիր գնդիկները, ինչպես ասում ենք, պահպանվում են սառնարանային պայմաններում +2 +6 աստիճան Ցելսիուս մինչև 42 օր։ Տրոմբոցիտները պահպանվում են սենյակային ջերմաստիճանում, +20-24 աստիճան Ցելսիուսում, հատուկ շեյքերների վրա, որը տատանում է ապահովում, որպեսզի բջիջները իրար չկպչեն, եւ պահպանվում է, ինչպես ասացի, արդեն 5 օր։ Իսկ պլազման անջատվելուց հետո արագ սառեցվում է եւ պահպանվում է սառցարանային պայմաններում -25 եւ ավելի ցածր ջերմաստիճանում 2 տարի։ Իսկ սրանցից 2 տարին էլ հրաշալի է ուղղակի, սրանցից ամենաշատը որն է իրական պետք գալիս։ Ամենաբարձր սպառողականությունը միանշանակ ունի էրիթրոցիտար զանգվածը, բայց տրոմբոցիտար զանգվածը գրեթե չի զիջում իր սպառողականությամբ, բայց ամենալայն սպեկտրը հիվանդությունների եւ իրավիճակների իհարկե էրիթրոցիտար զանգվածը։ Իսկ ամենաճակատագրականը սրանցից որն է, որ եթե չլինի յուրաքանչյուրի պակասը միանշանակ կարող է ճակատագրական լինել, որովհետեւ յուրաքանչյուր իրավիճակ, յուրաքանչյուր հիվանդություն ինչ որ մի բաղադրամասի կարիքը կարող է ունենալ։
Եվ ել չեմ ասում երկրի իրավիճակներին, այսինքն կլինի Աստված մի արած է աղետ կամ ռազմական իրավիճակ կամ ինչ-որ համաճարակ եւ այլն, այսինքն միանշանակ բոլոր բաղադրամասերը հավասարապես կենսական կարևոր նշանակություն ունեն, այսինքն մի հիվանդին մի իրավիճակում սա է պետք, մյուսին նա է պետք։ Եվ փորձենք Հայաստանի իրավիճակը գնահատել այս ամենի ֆոնին, մենք լավ պաշարներ ունենք, թե ոչ, դուք գոհ եք դոնորության մշակույթից մեր երկրում, թե ոչ, այ կարծրատիպեր կան, որոշակի այդպես խտրականական վերաբերմունքներ կան, ինչ ունենք այսօր, լավ վիճակ է, դուք գոհ եք, թե ոչ։ Այսպես ասեմ, գիտեք, տարիներ պետք է խոստովանենք, որ տարիներ շարունակ Հայաստանում գերակշռել է արյան դոնորության այսպես կոչված հարազատական եւ ճգնաժամային մոդելը, այսինքն մեծամասամբ, հիմնականում ոչ միշտ մարդիկ արուն էին հանձնում, երբ իրենց մոտ հարազատը կամ ընկերը գտնվում էր հիվանդանոցում եւ արյան փոխներարկման կարիք ուներ կամ երկրում արտակարգ իրավիճակ էր եւ բնակչության համախմբման կարիք կար։ Այսօր պատկերը ռեալ փոխվում է, արկա է գիտակցության եւ իրազեկման աճ հատկապես երիտասարդների շրջանում, մարդիկ սկսել են հասկանալ, որ արուն հանձնելու համար պարտադիր չէ սпасել դժբախտության կամ աղետի, ուստի մեծացել այն քաղաքացիների թիվը, ովքեր պատրաստ են իրենց ժամանակից կես ժամ տրամադրել արունատվության համար, գիտակցելով, որ այն գնալու է որևէ անծանոթի, երեխայի կամ մեծահասակի, ով գուցե այսօր պայքարում է քաղցկեղի դեմ։ Սա այդ էմոցիոնալ հուզական արձագանքից դեպի կայուն դոնորության մշակույթ անցման շատ կարևոր փուլ է։ Արյան պաշարների շարունակական համալրումը մեր ամենօրյա առաջնահերթությունն է, իսկ արյան կարիք կամ մշտապես, հետևաբար յուրաքանչյուր նոր դոնոր կարևոր ներդրում է առողջապահական համակարգի համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եթե երկրի բնակչության առնվազն 1-ից 2%-ը կանոնավոր արյուն հանձնի, ապա արյան ծառայությունը տվյալ երկրի կդառնա ինքնաբավ եւ կբավարարի արյան բաղադրամասերի պահանջարկը անգամ արտակարգ եւ ռազմական իրավիճակներում։ Մենք ունենք այդպիսի տոկոս, վախենում եմ հարցնել։ Թեև մեր երկրում վերջին տարիներին տարեց-տարի դիտվում է արունատվության ընդհանուր թվի եւ արունատվության բոլոր տեսակների զգալի աճ, սակայն մենք դեռևս այդ ցուցանիշի ճանապարհին ենք, այդ ցուցանիշին հասնելու ճանապարհին ենք։ Եթե վիճակագրական տվյալներին անդրադառնամ, այ կարող եմ վերել վերջին 3 տարիների վիճակագրական պատկերը արունատվությունների 23 թվականից 23 թվականին Հայաստանում ընդհանուր արունատվությունների թիվը մոտավորապես 22162 է եղել, որից անվարձահատույց դոնորները, որոնք կանոնավոր դոնորներ են հիմնականում, որոնք ամենաանվտանգ եւ ամենահուսալի դոնորներ են, մոտավորապես կազմել են 2037, 2000-ից մի քիչ ավել, որը շատ լավ է, 91% մոտավորապես արունատվության։ 24 թվականին մոտավորապես 23600 է դոնորների թիվը, այն 22162-ի համեմատ բավականին աճ է, իսկ անվարձահատույցները մոտ 2500, այսինքն 10.6%, որի մոտ 2000-ը հենց Յոլյան կենտրոնում է իրականացվել։ Իսկ 25 թվականին էլ ավելի առաջ են գնացել, մոտավորապես 6524 մոտավոր թիվը, որի 13%-ը, այսինքն 3421-ը եղել է անվարձահատույց։ Այդ եթե համեմատական անցկացնեմ, 25 թվականին 24-ի համեմատությամբ ընդհանուր արունատվությունները աճել են մոտավորապես 20%-ով, իսկ անվարձահատույց դոնորությունը 37%-ով։ Բավականին լավ միտում է, բայց ինչպես նշեցի, իմ նշած ԱՀԿ-ի տվյալների հասնելու ճանապարհին ենք դեռ հասնելու տեղ կա, փաստորեն կարելի է եւ վճարվել եւ անվարձահատույց հանձնել։ Դոնորների հիմնական 3 տեսակներ կան, միանշանակ դոնորներ են ընտրում, կան անվարձահատույց դոնորներ, կան վճարովի դոնորներ, որոնք զգալի մաս են կազմում եւ կան նաեւ հիվանդի հարազատներ, այսինքն որոնք գնում են արուն են հասնում կոնկրետ ինչ-որ հիվանդի համար։ Իսկ անվարձահատույց դոնորները չգիտեն ում համար են հանձնում, նրանք հանձնում են բացարձակապես անծանոթ ինչ-որ մեկի համար։ Իսկ ներեք, էլի վճարը մոտավորապես ինչպիսի գումարի մասին է խոսքը, ասենք մեկ անգամվա, այո, օրինակ այդ 450 կոնկրետ մեր արյան բանկում մեկ արունատվության վճարը 15000 դրամ է։ Հասկացա։ Ես այստեղ նորից հիշեցնեմ, այնքան հետազոտություն եք դուք ստանում, որ իրականում հաշվարկային առումով անգամներով գերազանցում է, որովհետև եւ այդ ավելի շատ եք ստանում իրականում, քան սկսած եւ արյան բանկի անձնակազմի պահպանման, արյան բաղադրամասերի պահպանման եւ մշակման այդ ծախսերը, լաբորատոր հետազոտությունները, դրանք բավականին բարձր եւ իհարկե վճարովի դոնորներին վճարվող գումարները եւ դոնորներին հատկացվող սնունդը, բոլորը ծախսեր են, որոնք եթե հաշվարկվում են, իհարկան արժեքը բավականին բարձր է գալիս։
Այնպես որ թերևս հենց այսօր իմաստ ունի մտածել այդ ուղղությամբ կարող եք դիմել Յոլիան Արյունաբանության կենտրոն, չէ՞, օրինակ են։ Այսօր կամ վաղը ցանկացած մեկս կարող են գալ եւ սկսել հետազոտվել ու հասկանալ կարող ենք դառնալ արյան դոնոր եւ ոչ։ Թե ոչ։ Շատ շնորհակալություն, գերհագեցած էր, հիանալի էր ուղղակի Յոլիան Արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն բժիշկ արյունաբան Հայկ Գրիգորյանի հետ զրուցեցինք, հորդորում եմ դառնալ արյան դոնոր եւ ոչ մեկ անգամյա, այլ մշտական, ես էլ եմ նույնիսկ արդեն սկսում մտածել այդ ուղղությամբ, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։